Արդյոք մեր բարդ աշխարհաքաղաքական վիճակը, մեր անվտանգային խնդիրները ու մարտահրավերները պարտադրում են մեզ փոխել ռազմավարությունն ու դիրքորոշումը Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Պետք է դառնալ ավելի հանդուրժող, ավելի քիչ պահանջատեր։ Թեմայի շուրջ հեռանկարում կզրուցենք Պաշտպան Հայրենյաց հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալ ենք այսօր մեզ հյուրընկալվելու համար։ Ես նույնպես։ Ինչպես է փոխվել վերջին տարիներին մեր պետության, մեր իշխանությունների քաղաքականությունը ցեղասպանության ճանաչման հարցում եւ ըստ ձեզ որքանով է դա ճիշտ քաղաքականություն։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ սկսած 1990 թվականից առ այսօր ցեղասպանությունը երբեք չի եղել Հայաստանի ցեղասպանության ճանաչման խնդիրը չի եղել երբեք Հայաստանի արտաքին քաղաքականության, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության դոմինանտ, իմպերատիվ, այսպես ասած, ուրեմն ավելի ճիշտ ասեմ, preference trend, առաջնակարգ ուղղություն, գերակա ուղղություն։ Ինչքան էլ մենք ասենք, որ 90 թվականից 1990 թվականից առ այսօր ցեղասպանությունը ճանաչել են ավելի քան 100 երկրներ, այդ թվում հզոր երկրներ, աշխարհաքաղաքական կենտրոններ, ինչպիսին Ռուսաստանն է, Միացյալ Նահանգներն է, ես պիտի ասեմ, որ ցեղասպանության ճանաչման այս երկրների կողմից հարցում ամենամեծ դերը կատարել են Սփյուռքում գործող հայ դատի գրասենյակները եւ լոբիստական կազմակերպությունները։ Բոլորս էլ գիտենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ առաջին նախագահի ցեղասպանության ճանաչումը եւ ցեղասպանությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ ընդգրկված չի եղել, դա նույնիսկ ինքն է խոստացել։ Երկրորդ եւ երրորդ նախագահների ժամանակ ասել, որ նրանք ամեն կերպ առաջ են քաշել այդ հարցը, այդպես չի եղել։ Այլևս չեմ խոսում, որ երրորդ նախագահի ժամանակ ֆուտբոլային դիվանագիտություն, այլևս հայ-թուրքական արձանագրությունների նախապատրաստում կամ գտնվեց ստորագրությունների շեմին եւ այլ եւ այլ։ Եվ այդ առումով ես պիտի ասեմ, որ աշխարհի հզորագույն գերտերությունը Միացյալ Նահանգների կողմից ցեղասպանության ճանաչումը ընդունվեց ընդամենը նախանցյալ տարի։ Ցեղասպանությունը ճանաչվեց նախանցյալ տարի։ Ինչքան էլ ասենք հայ դատի գրասենյակները, լոբիստական կազմակերպությունները, չգիտեմ, էլի տարբեր կազմակերպություններ փորձ են արել, որպեսզի սկսած 1987 թվականի Եվրոխորհրդարանի կողմից ընդունված բանաձևից, որ Միացյալ Նահանգները եւս ճանաչեն հայոց ցեղասպանության փաստը Օսմանյան կայսրությունում, հայոց ցեղասպանության եւ մեծ եղեռնի փաստը Օսմանյան կայսրությունում, դա միայն ու միայն կատարվեց Բայդենի վարչակազմի օրոք։ Ինչ խոսքը ասել, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չի մտնում, ինչու, քանի որ Թուրքիան այդպես է ցանկանում, ես այդ մոտեցմանը կտրականապես դեմ եմ, որովհետև Թուրքիան անպայման պիտի օրերից մի օր վաղ թե ուշ առերեսվի ցեղասպանության ճանաչման խնդրին։ Դա պարտադիր պատմության եւ առհասարակ աշխարհաքաղաքական զարգացումների պարտադիր պահանջն է լինելու։ Այլ բան է, որ թուրքական կառավարող շրջանակները ներկայումս, քանի որ գնում է ինտենսիվ դիվանագիտական հարաբերություններ Հարավային Կովկասում, ավելի ճիշտ հարավարևելյան Եվրոպայում կայուն խաղաղության եւ անվտանգության հաստատման գործընթաց, հատկապես մեր ողերիմ հարևանների հետ, Ադրբեջանի Հանրապետության հետ, միգուցե ասենք դիվանագիտական առումով կամ ասենք որոշակի խապկանքի մարտավարության, այսպես ասած մանևրի առումով, միգուցե մենք այս պահին չենք կարող դա տանել, ասենք, առաջնահերթ ուղղության, ընդգրկել առաջնահերթ խնդիրների ցանկում։ Տեսեք, ես մի բան պիտի ասեմ, մենք ցեղասպանությունը համարենք առաջնահերթություն, թե չհամարենք առաջնահերթություն, ցեղասպանության ճանաչումը, այդ խնդիրը վեր է ամեն կարգի ճանաչումից։ Այդ խնդիրը վեր է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության
գերակա ուղղությունների շարքում մտցնելուց կմտցնենք, չենք մտցնի, սա թողնենք օրվա իշխանությունների խղճին։ Փաստը այնպիսինն է, որ կատարվել է մի հրաշավոր ոճրագործություն, եւ դա սկսվել է ոչ թե ինչ որ ասենք զուտ 1915 թվականին, այլ դա սկսվել է Ղրիմի կամ Արևելյան պատերազմի ավարտից անմիջապես հետո Փարիզի խաղաղության հաշտության պայմանագրից հետո, քանզի Ռուսաստանը խայտառակ պարտություն կրելով Ղրիմի եւ Արևելյան պատերազմում սկսեց արդեն Օսմանյան կայսրությունում որոնել հավատարիմ դաշնակիցներ կամ հավատարիմ տարր, որովհետեւ եւս մի տասնամյակ եւ արդեն Բալկանյան ժողովուրդները ձեռք են բերում իրենց անկախությունը, ստիպված հայությունը, արևմտահայությունը պիտի անպայման դառնար Ռուսաստանի հավատարիմ ժողովուրդը Օսմանյան կայսրությունում Ռուսաստանի արևելյան քաղաքականության ծրագրերի իրագործման առումով։ Եվ իզուր չէ, որ 1877-1878 թվականի ռուս-թուրքական պատերազմից անմիջապես հետո մեծ տերություններին հաջողվում է Սան Ստեֆանոյի պայմանագրով 1878 թվականի հունիսի 17-ին մտցնել մի կետ բանաձև եւ որով Թուրքիային Աբդուլհամիդի ռեժիմին պարտավորեցնում են կատարել ռեֆորմներ Արևմտյան Հայաստանում։ Հենց այդպես էլ կա Reforms in Western Armenia։ Եթե այսօրվա մեր տերերը ասեմ, մեր պետական վարիչները ասում են մեր հայրենիքը, չգիտեմ, երևակայական հայրենիքը կամ մեր հայրենիքը, չգիտեմ, Հայաստանն է, իսկ մեր պետությունը Հայաստանի Հանրապետությունն է, Western Armenia։ Մի քանի ամիս հետո հոկտեմբերին տեղի ունեցած Բերլինի կոնգրեսով, Բերլինի վեհաժողովով մեծ տերություններին, հատկապես Գերմանիային հաջողվում է մեղմացնել այդ եզրույթը եւ դա անվանել բարենորոգումները Թուրքիայի Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում։ Ուրեմն հենց այսպես էլ կոչվում էր reforms in province in region the Armenian peoples the Armenian dwelling peoples։ Պարզ է, պարոն Սաֆարյան, տեսեք, ասում եք, որ ուշ թե շուտ Թուրքիան պետք է առերեսվի այս պատմական իրողությանը։ Հիմա տեսեք, մենք քանի գնում հեռանում ենք, չէ՞, այդ պատմական փաստից արդեն 110 տարի 1915 թվականից անցել է։ Ինչ պետք է տեղի ունենա աշխարհում, որ Թուրքիան այս պատմական փաստը առերեսվի։ Մենք պետք է այնքան հզոր դառնանք, որ ավելի պահանջատեր դառնանք, ավելի կարողանանք ստիպել Թուրքիային ճանաչել, թե Թուրքիան այնքան ժողովրդավար երկիր պետք է դառնա, թե անհասկանալի է ինչը պետք է ստիպի։ Եթե մենք, ես կարծում եմ, զուտ ժամանակագրության իմաստով, ինչքան մենք հեռանում ենք այդ պատմական փաստից, այնքան դրա ճանաչման հավանականությունն է նաև փոքրանում։ Ինչ խոսք ձեր հարցի մեջ ես տեսնում եմ մի քանի մեկնաբանության անհրաժեշտություն։ Նախ իմ հարցազրույցի սկզբում ես մի քիչ այլայլված էի, ես ուզում եմ մեր խոնարհումը բերեմ 1894-1923 թվականի հայոց ցեղասպանության եւ 1915 թվականի հայոց մեծ զեղեռնի Օսմանյան կայսրությունում նահատակված ավելի քան 2.300.000, 2.5 միլիոն զոհերի անմեղ զոհերի հիշատակին։ Մեր խոնարհումը բերենք եւ դա պիտի, ինչպես ասում են, ոչ միայն դարեդար հիշվի, այլ պիտի հարատև հիշվի հայ ժողովրդի գոյության հետ մեկտեղ։ Սա մեկ, երկրորդը։ Այս խնդիրը ունի մի քանի թնջուկներ։ Տեսեք, 1894-1896 թվականին տեղի ունեցավ առաջին ուրեմն մեծ ջարդերը, առաջին ցեղասպանությունը, որին զոհ գնացին 300.000 անմեղ հայեր բուն արևմտյան Հայաստանում, Վանում, Սասունում եւ այլն։ Երբ թուրքերը անցան իշխանության գլուխ 1908 թվականին, հաջորդ տարի տեղի ունեցավ Ադանայի կոտորածները։ 1915 թվականին եւ արդեն Քեմալ Աթաթուրքի ժամանակ Կիլիկիայի կոտորածները եւ այլն։ Ամբողջ խնդիրը հետեւյալն է։ Սկսած 19-րդ դարի կեսերից մինչև հայոց մեծ եղեռնը, մինչև 1914 թվականի մայիսյան բարենորոգումները,
Ես ինչու համար եմ ուզում պատմական էքսկուրս կատարեմ, ասեմ ինչ է տեղի ունեցել։ Ես ուզում եմ իմանալ ինչ պետք է տեղի ունենա, որ Թուրքիան ճանաչի այդ ցեղասպանությունը։ Ուրեմն սկսած 1853 թվականին Ռուսաստանի բոլոր արտգործնախարարները փորձել են ուրեմն վեր բարձրացնել այդ հարցը, սկսած Ալեքսանդր Գորչակովից, Նիկոլայ Գիրսից բացի, ուրեմն 1894-97 թվականին արտաքին գործոց մինիստրը նախարար Ալեքսեյ Լոբանով Ռոստովսկուց, որը ասել է Հայաստանը մեզ պետք է առանց հայերի։ Դիվայի մի հրեշավոր ծրագիր։ Այս ինչ որ կատարվել է Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի վարիշների ուղեղներում, դա մի դիվային ծրագիր է, որը ուներ մեծ պետական ծրագիր հայ ժողովրդին բնաջնջել իր բնորանից եւ այնտեղ վերաբնակեցնել բալկանյան ժողովուրդների, բալկանյան պետություններում ապրող թուրքական տարին, ռեպատրիանտներին։ Իսկ ինչ եք ասում, ինչ պիտի տեղի ունենա 1919 թվականի հունվարից մինչև 1920 թվականի ուրեմն փետրվար մարտը տեղի ունեցել Օսմանյան կայսրությունում, երբ օկուպացրել էին, շրջափակել էին դաշնակից երկրները Օսմանյան կայսրությունը եւ նրա մայրաքաղաք Ստամբուլը, Կոստանդնուպոլիսը, տեղի ունեցել Օսմանյան կայսրության կողմից երիտթուրքերի դատավարությունը, որպես իրականացրած ոճիր, որպես իրականացրած ցեղասպանություն։ Ճիշտ է, ցեղասպանության եզրույթը ընդունվել է ընդամենը 1944 թվականին, ընդունվել է 1948 թվականի ՄԱԿ-ի հատուկ բանաձևով, ընդունվել եւ դատապարտվել է ցեղասպանության ուրեմն կիրառումը, բայց նաեւ պիտի առաջ գնալով ասեմ, որ դրա հեղինակը եղել է հայտնի իրավաբան, լեհ-ամերիկյան հայտնի իրավաբան, ազգությամբ հրեա Ռաֆայել Լեմկինը, որը 1944 թվականին առաջ է քաշել իր մի գրքում, որը կոչվում է Axis Countries Rule in Euro in Occupied, որից հետո տեղի ունեցել ընդունվել է մի քանի բանաձևներ։ Ինչ է կարծում, եթե Օսմանյան կայսրությունը դատապարտել է իր պետական ամենաբարձր մակարդակով, դատական վերին ատյանով, շուրջ 265 հոգու տվել է շատ բարձր մեղադրական եզրակացություններ, որոնցից 41-ին ուղարկել է Մալթայի բանտը Մուդրոսով, որոնցից 15-ին ուրեմն ցմահ դատապարտո հերրակա կարգով, այդ թվում երիտթուրք պարագլուխներին, Էնվերին, Ջեմալին եւ Թալիաթ Փաշաններին։ Բացի դրանից ընդունել են աշխարհի այսպիսի հզոր երկրներ։ Փաստը այն է, եթե մենք աչք ենք փակում, դա նշանակություն չունի։ Առհասարակ ցեղասպանությունը որպես երևույթ, ելուր մնաց առհասարակ մարդկային կորուստը, բռնի կերպով սպանությունները, վաղեմությունը նշանակություն չունի։ Պարոն Սաֆարյան, հասկանալի, բայց Թուրքիայի այսօրվա իշխանությունները չեն ընդունում։ Հետո դուք հիշատակեցիք ցեղասպանության կոնվենցիան, չէ՞, 48 թվականին ընդունված։ Դե տեսեք 77 տարի անցել է, եկեք հաշվենք ինչքան ցեղասպանություն է տեղի ունեցել 77 տարիների ընթացքում եւ ովքեր են կոնվենցիայի մեջ նաև սահմանվում է պատիժը, չէ, ցեղասպանության համար, բայց պատժվողները չեն եղել։ Աշխարհակաղակական զարգացումները ցավոք սրտի շատ դեպքերում տանում են դեպի այն հորձանուտը, որտեղ թիվ 1 պլան է մղվում աշխարհակաղակական շահերը, մեծ տերությունների։ Ուրեմն գաղտնիք չի, որ շահերը միշտ կլինեն։ Այո, գաղտնիք չի, որ հայոց ցեղասպանության ոչ հոգուտ մեզ։ Հայոց ցեղասպանության նախապատրաստման եւ իրականացման մեջ նաեւ խառն է ռուսական արևելյան քաղաքական Ռուսաստանն է, Ռուսաստանի մատն է խառնը, որովհետեւ վերջինը կրակի վրա յուղ լցրեց 1914 թվականին, երբ Ցարը հատուկ կոնդակով դիմեց հայ ժողովրդին վեհապար, օրվա վեհապար Գևորգ 5-րդին, ասելով, որ եթե 200,000 մարդ կազմենք որպես կամավորներ եւ ուղարկենք Արևմտյան Հայաստան, Թուրքիայի դեմ կռվելու համար, ապա ես ձեզ կտամ Արևմտյան Հայաստանում լայն ինքնավարություն։ Միևնույն ժամանակ երիտթուրք պարագլուխները հայտարարեցին Արևմտյան Հայաստանում Օսմանյան կայսրությունը, որ եթե հայ ժողովուրդը ունենա շուրջ 300,000 զինվոր անտանտի դեմ կռվելու համար, ապա կտա Հայաստանին, հայ ժողովրդին կտա լայն ինքնավարություն։ Այսինքն մեր ժողովուրդը դարձավ պատերազմի մանրադրամ։
մենք չկարողացանք դասեր առնել պատմությունից։ Այսօր էլ մենք չենք կարողանում դասեր առնել պատմությունից։ Այո, բոլորիս հայտնի է, որ այսօրվա պայմաններում Հայաստանի Հանրապետությունը եւ մեր արտերկրում գործող մեր հայ դատի գրասենյակները ի վիճակի չեն եւ ՄԱԿ-ի բարձր ամբիոնին, անվտանգության խորհրդին եւ հատկապես գերտերություններին կամ հասկացնելու կամ պահանջելու, որպեսզի Թուրքիան առերեսվի պատմության հետ, ետ վերադարձնի մեր տարածքները, տա մեզ հասցրած վնասների փոխհատուցումը եւ ինչու՞ չի նաեւ այն հրեշավոր պլանները, որը կատարվել է հայ ժողովրդի հանդեպ, դրա հետևանքները վերացնել։ Ես նկատի ունեմ 1920 թվականից հետո տեղի ունեցած կնքված երկու ստորացուցիչ պայմանագրեր։ Նախ Մոսկվայի պայմանագիրը 21 թվականի մարտին, այնուհետև 1921 թվականի հոկտեմբերին Կարսի պայմանագիրը։ Ասել, որ սա գիտեք ինչ, ես հեծանիվ եմ հայտնագործում կամ միայն ես գիտեմ եւ այլ, այդպես չի։ Սակայն սրանից հրաժարվել, եթե օրվա իշխանությունները այս իրողությունից հրաժարվում են, այսինքն դա դեռևս չի նշանակում, որ մենք Թուրքիայի կամ Ադրբեջանի արչեւ չպիտի այսպիսի հարցեր չքննարկենք։ Այո, հրաժարվենք ժամանակավորապես։ Այո, մենք այս հարցը չբարձրացնենք, որպես դրա մասն խոսենք։ Չեք կարծում, որ ժամանակի ընթացքում Սփյուռքը իր դիրքերը կթուլացնի։ Առասարակ Սփյուռքը կթուլանա, որովհետև տեսեք այդ ասիմիլյացիան տեղի ունենում, չէ՞, մենք ձուլվում ենք այդ մյուս երկրներում։ Նաև հայ դատի գրասենյակների գործունեությունը գուցե կթուլանա։ Ընդհանրապես պայմանավորված հենց ժամանակի գործոնով, չէ՞, մենք ի վերջո բոլոր հայերը դրսում ապրող ի վերջո հայ չեն մնում, չէ՞։ Համամիտ եմ ձեր, եթե չասեմ հոռետեսական կամ պեսիմիստական հայեցակարգին, ավելի ճիշտ իրատեսական, բայց ես պիտի ասեմ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ նրա վարիշները եւ երեք եւ այսօր եւ վաղը պիտի իրենց հաշիվ տան, որ նրանք ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրվա վարչապետներն են, այլ պիտի հաշիվ տան, որ նրանք ամբողջ հայ ժողովրդի վարչապետներն են, կամ կառավարությունն են, կամ ազգային ժողովն են, կամ նախագահն են, կամ չգիտեմ ինչ են։ Այն տարբերակը բացառվում է այսօր ունենալով Սփյուռքում այսպիսի համազգային կառույցներ, մենք կարող ենք եւ այդ կարակը վարպահել, մենք կարող ենք եւ հայապահպանության գործը Սփյուռքում շատ բարձր մակարդակով պահպանել, առաջ տանել, որտեղ Սփյուռքը ամեն ազգի բախտ վիճակված չի ունենալ Սփյուռք։ Ցավոք սրտի մեզ բախտ է վիճակվել դժբախտաբար ունենալ Սփյուռք եւ գիտենք դա ինչի հետևանքով է եղել։ Սփյուռքը հասկանալի է, իսկ Հայաստանը, այն Հայաստանը, որը մեր երկիրն է, ինչպես պետք է կառուցի հարաբերությունները ի վերջո Թուրքիայի հետ։ Մենք պետք է գնանք զիջումների, եթե ինչ-որ իմաստով երաշխիքներ ստանանք, որ մեր անվտանգությունը կբարձրանա կամ խաղաղություն կլինի եւ այլն եւ այլն։ Տեսեք, ես քիչ առաջ ասացի, ես մի քիչ ավելի բարձ հարց ձևակերպեմ։ Գուցե այսպես տեսական օրինակ պատկերացնենք, որ Թուրքիան ասում է Հայաստանին, որ դադարեցրեք մեզ մեղադրել ցեղասպանության մեջ, դրա փոխարեն ասենք ունենաք անվտանգության երաշխիք, խաղաղության երաշխիք։ Մենք ինչ պետք է անենք։ Տեսեք, միայն ասել, որ սա պայմանավորված է Թուրքիայով, ես համամիջ եմ ձեր հետ։ Մեծապես գուցե Թուրքիայով, միգուցե մեծապես, ես համամիջ եմ։ Եթե Թուրքիան բարձրացնում է այսպիսի հարցեր, մենք կարող ենք ասել, որ սա կատարված փաստ է, բայց քանի որ ներկա պահին մենք ունենք երկու ոխերիմ հարևաններ, եւ որոնք խոստումներից այն կողմ առայժմ կամ ոչ թե խոստումներից կամ հրապարակություններից այն կողմ մեզ ոչինչ չեն մատուցում, մենք չպիտի ուտենք այդ խայծը։ Իսկ եթե Թուրքիան ասում է ցեղասպանությունը պիտի չդարձնեք հայ-թուրքական հարաբերությունների կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առանցք,
քանզի մենք գտնվում ենք խաղաղության, կայուն խաղաղության հաստատման տարածաշրջանում եւ անվտանգության համակարգերի կիրառման նախաշեմին, ինչ խոսք ներկա պայմաններում ես գտնում եմ, որ սա առաջնահերթություն լինել չի կարող։ Այլ բան է, որ միևնույն է, սա ասենք կամ չասենք, այս խնդիրը երբեք չի խամրում։ Այս խնդիրը իր արդիականությունը, իր համազգային մեծ նշանակությունը երբեք չի կարող դառնալ երկրորդական կարգի խնդիր։ Եվ ես զարմանում եմ, որ այսօր էլ կան պետական գործիչներ, ասեմ, ու իհարկե ես չասեմ շատ բարձր մակարդակով, ազգային ժողովում կլինի, մեկ այլ տեղեր կլինի, նույնիսկ այնքան ցինիկ կերպով առաջ են գնում, որ ասում են մենք դեռևս պիտի հաշվենք, մեկ տեսնենք ինչքան ենք։ Անուն առանուն բոլոր մենք կես միլիոն։ Դուք պատկերացնում եք, ասում եմ, ընդունել է ՄԱԿ-ը բանաձև, ընդունել է Միացյալ Նահանգները, թուրքական դատարանը դատապարտել է ոճրագործներին եւ մենք ասում ենք անուն առանուն։ Ես պիտի ասեմ այսպիսի մարդկանց, որոնք ցեղասպանության խնդիրը դնում են հարցականի տակ, կամ ուզում են թուրքական ջրաղացին ջուր լցնել, ես համարում եմ կամ շան հաչոցներ, կամ ավելի ճիշտ խոշոր եղջերավոր անասունների բառաչներ, ոչ ավել, ոչ պակաս։ Մասին կարծես հիմա չի խոսվում էլ անուն առանունի, բայց կներեք, բայց գոնե այս խոսույթը մնացել է, չէ, իրական Հայաստանի ու պատմական Հայաստանի արդեն 1 տարուց ավելի այդ դիսկուրսը կա, եւ նաեւ հեղինակներն ասում են, որ իրական Հայաստանն ու պատմական Հայաստանը միմյանց հետ հակասությունների մեջ են։ Պատմական Հայաստանը չի նպաստում, գուցե նույնիսկ խանգարում է իրական Հայաստանի զարգացմանը, բայց ցեղասպանությունը չէ, որ պատմական Հայաստանի մաս է, եւ ինչպես մենք պետք է այդ միջակայքում իրական ու պատմական Հայաստանի լավ, հազար ներողություն եմ տեղավորենք ցեղասպանությունը։ Հազար ներողություն եմ խնդրում։ Հիմա Արցախում 2 տարի առաջ կատարվել է բռնագաղթ։ Տեղի ունեցել սպիտակ ցեղասպանություն։ Հիմա Արցախը համարենք արդեն պատմական։ Այդ կոնվենցիան այս հարցում էլ չօգնեց։ Չօգնեց։ Հազար ներողություն եմ խնդրում, եթե վաղը չեմ հյուսը։ Հիմա մեր օկուպացված 240-250 կիլոմետրը Ջերմուկի հատվածում, Սև լճի հատվածում, Ներքին Հանդի հատվածում, մենք Արծվաշենը, մենք համարենք պատմական Հայաստան, նույնն էլ դա է եղել, բայց ես ասում եմ, երբ որ Սան Ստեֆանոյի համաժողովում ընդունվեց բանաձև ռեֆորմներ Արևմտյան Հայաստանում եւ հայ ժողովուրդը գլխատվեց, չէ, հետագայում գլխատվեց, եւ 6 ամիս հետո եվրոպական պետությունների ճնշմամբ Բերլինի վեհաժողովում արդեն դա դարձավ ոչ թե ռեֆորմներ Արևմտյան Հայաստանում, այլ ռեֆորմներ հայաբնակ մարզերում եւ շրջաններում։ Եվ այնուհետև մայիսյան բարեգործությունները, ինչու համար եմ ես ասում, մենք անընդհատ պիտի ապավինենք պատմությանը։ Եվրոպական երկրները 1914 թվականի պատերազմի նախօրյակին այնքան էր արևմտայության խնդիրները դարձել օրասական, ճնշումները, բռնաբարությունները, արտագաղթը, որ ուղարկեցին 2 կառավարիչներ Արևմտյան Հայաստանում կառավարելու համար։ Արևելյան նահանգներում, Վանում, Բիթլիսում, Կարսում եւ այլ ներողություն, Կարսը գտնվում էր Արևելյան Ռուսաստանում, Դիարբեքիրում Հոլանդիայի նախկին արտաքին գործերի նախարար Նիկոլա Հոֆը, իսկ արևմտյան շրջանում Սեբաստիայի, Խարբերտի, դեպի Տրապիզոնի շրջանում կառավարիչ նշանակեցին Հոլանդիայի նախկին Աֆրիկյան Հարավաֆրիկյան Հանրապետությունում նախկին փոխարքա Վայս Քինգ Վեստենենկին, Լուի Վեստենենկին, եւ այնքան էր սա ահագնացել այս ճնշումները, բռնարարքները, որ ցեղասպանությունը արդեն դարձել էր հազար ներողություն եմ խնդրում, դարձել էր օրինաչափություն։ Եվ արմատախիլ արվեց ամբողջ հայությունը։ Եթե տեղի է ունեցել բռնարարքների բնաջնջման հետևանքով ցեղասպանություն, արդյոք սա երևակայական հայրենիք է։ Արդյոք սա թվացial կամ պատմական հայրենիք է։ Հիմա ասում եմ հազար ներողություն եմ խնդրում, լեզուս չորանա։ 240 կիլոմետր տարածք ունենք մենք
Ադրբեջանի զորքերի պետական Ադրբեջանի զինված ուժերի պետական զինված ուժերի մշտական վերահսկողության ներքո։ Հիմա եթե այդպես է, ուրեմն սա էլ է համարվում պատմական Հայաստան, երևակայական Հայաստան։ Վաղը չէ մյուս օրը, եթե ասենք Քյարքին, ներողություն Տիգրանաշենը կամ Սոֆուլու, Բարխուդարլու կամ չգիտեմ այդ Իջևանից դեպի նոյեմբերյան տանող ճանապարհում եւս պիտի մենք դարձյալ զիջենք սահմանազատման եւ սահմանանշման արդյունքում դա եւս դառնում է պատմական Հայաստան, երևակայական հայրենիք։ Ես ուզում եմ այնպիսի մի լայն քննարկում լինի եւ մասնագետների, եւ պետական գործիչների, եւ պետական ամենաբարձր մակարդակով միջազգային, որ տեսնենք որտեղ է ավարտվում Հայաստանը եւ որտեղ է սկսվում իրականը երկիրը եւ որտեղ է սկսվում պատմականը եւ եթե պատմականը սա է, ինչու է դարձել պատմական։ Ես սիրելի արտակ պիտի ասեմ մի բան իմ ընկերոջ հետ իրավաբան Տիգրան Սահակյանի հետ շուտով ընթերցողների եւ գիտական հասարակության դատին ենք հանձնելու Բախտորոշ պայմանագրի մի աշխատություն Decisive Treaty, որտեղ մանրամասն ցույց ենք տվել հնագույն ժամանակներից մինչև նոյեմբերի 9-ի երրակողմ տխրահարչակ հայտարարությունը մանրամասն ցույց ենք տվել թե հայ ժողովուրդը պատմության մեջ առերեսվել է ինչ պայմանագրերի եւ մեր երկիրը դարձել է ուրեմն օտար պետությունների եւ ռազմական գործողությունների թատերաբեմ եւ նրանց ներկայիս տերությունների անկապտելի մասը։ Դրանից բացի ես աշխատում եմ նաեւ մի աշխատության վրա, որը սկսել եմ շուրջ 15 տարի առաջ ցեղասպանության կազմակերպման մեջ թուրք-գերմանական հատուկ ծառայությունների դերը եւ նշանակությունը, սակայն ուրախացել եմ, որ չեմ հասել աշխատությունը ավարտին հասցնել, հիմա նոր գլուխ եմ ավելացրել նաև ցեղասպանության կազմակերպման մեջ ռուսական հատուկ ծառայությունների դերը եւ նշանակությունը, որովհետեւ ասեմ 1915 թվականի ցեղասպանության մեջ նաև մեծ դեր է խաղացել կամ մեծ պատրվակ է եղել նաև թուրքական, ռուսական քաղաքականություն, ռուսական մոտեցումը, հատկապես կամավորական ջոկատների կազմակերպումը, այնինչ ասում են 200,000, այնպես դարձավ ընդամենը 8,000, եւ դա ավելի գրգռեց թուրքական իշխանություններին։ Նույնիսկ թուրքական պարլամենտի անդամ Արմեն Գարեգին Բաստրմաջյանը փախել եկել էր Արևելյան Հայաստան եւ ասում էր կազմակերպենք կամավորական ջոկատներ, գնանք ազատագրենք Արևմտյան Հայաստան եւ սա ավելի գրգռեց օրվա իշխանություններին եւ թուրքերի կառավարությանը, այնպես որ նորից եմ կրկնում ցեղասպանության ուրանումը դա պիտի դիտվի դավաճանություն, իսկ ցեղասպանությունը անընդհատ պիտի լինի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ օրակարգային թիվ 1 խնդիրը, ուզենք թե չուզենք, այլ բան է մարտավարությունը եւ այլ բան է ռազմավարությունը։ Շնորհակալություն, պարոն Սաֆարյան, հետաքրքիր զրույցի համար։ Այսքան հարգելի հեռուստադիտողներ, մեր հյուրն էր Պաշտպան հայրենյաց հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանը։